Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում։ Հենց այս խորագրով այս տարի կանցկացվեն թանգարանների գիշեր եւ թանգարանների միջազգային օր ամենամյա միջոցառումները մայիսի 17-ից 18-ը։ Ծրագրին միացած Հայաստանի 100-ից ավելի թանգարաններ, որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ, մեկ անգամ եւս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերներին դիմագրավման եւ մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում։ Նախորդ տարի մենք ավելի քան 100,000 այցելու ենք ունեցել թանգարանների գիշերվա ընթացքում։ Այս տարի էլ ծրագրին միացել են ավելի քան 100 թանգարաններ։ Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, թանգարանը մեծ շուկով է պատրաստվել իրադարձությանը։ 20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին, ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ, փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին, եւ մեծերին, եւ զբոսաշրջիկներին։ Տարվա ընթացքում Իսահակյանի տուն թանգարանը հանդես կգա նաեւ միջազգային ծրագրերով։ Համագործակցություն է լինելու Փարիզի Ինալկո համալսարանի հետ, որտեղ 2 օր շարունակ համաժողով է տեղի ունենալու իսահակյանական, ներկայացվելու է այնտեղ նաեւ վարպետը անիմացիոն ֆիլմը, որը ստեղծել է թանգարանը նորից նախարարության դրամաշնորհով, եւ շնորհանդեսը տեղի ունենալու Աբուլալա Մահարի պոեմի ֆրանսերեն հայերեն տարբերակի, ինչպես նաև Վենետիկում ենք ունենալու միջոցառումների շարք։ Մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուների առաջ դռները բաց կպահեն ու կներկայանան յուրահատուկ ծրագրերով։ Այս տարի եւս մայիսի 17-ին ժամը 11-ից 24-ը թանգարանները անվճար բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին։ Իդեպ միայն 2024-ի վերջին Հայաստանում թանգարան են գնացել 1,245,000 այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։